Նախորդին Գյումրու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում առաջին քննարկվող հարցը վերաբերում էր մեր քաղաքը դաշինքի ավագանու թեկնածու Հասմիկ Խաչատրյանի ընտրացուցակից հեռացմանը եւ նրա գրանցումը ուժը կորցրած ճանաչելուն։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ուժը կորցրած ճանաչել մեր քաղաքը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Հասմիկ Մնացականի Խաչատրյանի գրանցումը։ Հանձնաժողովում հաստատեցին Խաչատրյանի նոտարական դիմումը, հավելելով, որ առաջիկա նիստում կքննարկեն նաև մեր քաղաքը խմբակցության ավագանու անդամ Նարեկ Միրզոյանի մանդատը վայր դնելու հարցը։ Հիշեցնենք, հենց Հասմիկ Խաչատրյանը պետք է հաջորդեր Նարեկ Միրզոյանին, սակայն այժմ հերթը հասնում է ցուցակի հաջորդ համարին՝ Արտակ Հովսեփյանին։ Խմբակցությունում պնդում են, թե հրաժարականը, թե ցուցակից դուրս գալը քաղաքական ենթատեքստ չունեն։ Որևէ քաղաքական ենթատեքստ չունի, Նարեկի վրա որևէ ճնշում չկա, Նարեկը շարունակում է մեր թիմի հետ մեր կողքին լինել, որևէ բան չկա, որևէ քաղաքական զուտ ընտանեկան։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննարկեց նաև օրեր առաջ Գյումրու ավագանու կոմունիստական կուսակցություն խմբակցության ավագանու մանդատ ստացած, սակայն կալանքի տակ գտնվող Տիգրան Ավագյանի մանդատից հրաժարման ու այն հաջորդ համարին փոխանցման հարցը։ Գյումրի համայնքի ավագանու Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դատարած ավագանու անդամի մանդատը տրվում է Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Արտուշի Մկրտչյանին։ Ավագյանի մանդատը պետք է փոխանցվի ցուցակի հաջորդ համարին Գյումրու համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանին։ Սակայն այստեղ էլ առաջանում է այլ հակասություն։ Տիմորենկը թույլ չի տալիս, որ համայնքապետարանի աշխատակազմի պաշտոնատար անձը միաժամանակ լինի նաև ավագանու անդամ։ Ճիշտ ասած, հարգելի գործընկերներ, այդ հարցին հիմնավորված ես չեն կարող ես պատասխանեմ։ Հիմի եթե անհամատեղելիություն կա, ուրեմն պետք է հրաժարվի, եթե չկա, մնում է մանդատը մեր գործառույթն է, որ եթե ինքը հերթական հաջորդ թեկնածու է, մենք չենք կարող պատճառաբանենք, որ անհամատեղելի է, մանդատ չտանք։ Մենք իրան մանդատը տվել ենք, եթե այդպես խնդիր կա, ինքը կարող է հրաժարվի, հաջորդ համարին տա։ Եթե Մկրտչյանը որոշի հրաժարվել մանդատից, ապա Գյումրու ավագանու նիստերի անցկացումը կարող է կրկին երկարաձգվել, քվորումի հարցը դարձնելով հերթական անգամ անհաղթահարելի։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։